Մայրաթոր Սուրբ Էջմիածնում արդեն 3 ժամից ավելի ընթանում է եպիսկոպոսատ ժողովը, որին մասնակցում են Հայաստանում գործող բոլոր 20 եպիսկոպոսները։ Քննարկում են մի շարք հարցեր, օրակարգում 3 հարց կա եւ դրանցից մեկն է Արշակ Սրբազանի հարցը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ վեհապարի հրամանով հանձնախումբ էր ձևավորվել, որը պետք է քններ Արշակի arczepiskopos-ի վերաբերյալ տարածված ասեկոսները, պետք է քննարկվեր արդյոք գաղտնի տեսանկարահանումը համապատասխանում է իրականությանը եւ պետք է որոշում կայացվեր, թե նման պարագայում ինչպես պետք է արձագանքի եկեղեցին։ Միջև ժողովի սկսվելը մեզ հաջողվեց մի փոքր զրուցել arczepiskoposներից Գևորգ Սրբազանի հետ։ Նա գրեթե ոչ մի հարցի չպատասխանեց կոնկրետ, նշեց, որ միջև ժողովի ավարտը որևէ հայտարարություն ժողովը կիմաստազրկի եւ բոլոր հարցերը կքննարկեն, ասաց, որ ինքը նախապես չգիտի շատ հարցերի պատասխաններ եւ պետք է մասնակցի ժողովին։ Հարց հնչեց կանոնավորված Սրբազանների մասին, նա նշեց, որ եկեղեցու քաղաքականությանը խառնվելու իրավիճակին ինքը դեմ է եւ դեմ է եղել նաեւ Բագրատ Սրբազանի քայլերին եւ այդ մասին հայտարարել է։ Հարցը, թե արդյոք եկեղեցու կողմից քաղաքականությանը խառնվել չի նշանակում Սուրբ Պատարագի բովանդակությունը խմբագրելը եւ պաշտոնյաների թերևս պահանջով որոշ հատվածներ զեղչելը պատարագից, այն դեպքում, երբ հազարամյակներով այդ 1700 տարուց ավելի պատարագներ ունեն կարգ եւ դրանք պահպանվել են, այդ հարցին նա չպատասխանեց եւ դա քաղաքականությանը խառնվելու հանգամանք ամենայն դեպս չցանկացավ դիտարկել։ Նշեմ, որ այստեղ քար, այսպես լռություն, սպասողական իրավիճակ է, հոգևորականները, քահանաներ, լրագրողներ ուղղակի զգացվում է, որ սպասում են ժողովի ավարտին։ Իհարկե քիչ հույս կա, որ այստեղ մենք կկարողանանք հոգևորականների հետ զրուցել, որովհետև վեհարանից դուրս գալու տարբեր ճանապարհներ կան եւ մինչեւ հիմա ընդմիջման ընթացքում միայն 2 հոգևորական է դուրս եկել շենքից։ Մենք փորձել ենք, մեզ իհարկե չի հաջողվել, բայց մենք փորձել ենք զրուցել նրանց հետ եւ իհարկե պետք է նշեմ, որ ոչ մի հարցի պատասխան չստացանք, կադրերում կարող եք տեսնել, մեզնից ավելի համառները գրեթե միջև վերջ, միջև արդեն աշխարհիկ մարդկանց մուտքը արգելվող տարածք գնացին եւ փորձեցին ինչ-որ հարցի պատասխան ստանալ, ոչ մի պատասխան մեզ չհաջողվեց ստանալ։ Մի բառ չի խոսում Սրբազանը մեզ հետ։ Մենք ինչու ենք մեղավոր։ Որ հարցեր կան հանրության մեջ։ Ոչ մի բառ։ Առաջինը դուրս եկավ Արտակ եպիսկոպոսը, լուր հեռացավ, ուղղակի կայուն լռությամբ որևէ հարցի որևէ կերպ չարձագանքեց եւ երկրորդը դուրս եկավ Դանիել Սրբազանը, նա միայն ասաց, որ ասելիք չունի, Աստծուն է հավատում եւ աղոթում է հայ ազգի եկեղեցու խաղաղության համար, այդքանը փոխանցեց հանրությանը հուզող հարցերը, այսպես լրագրողների կողմից ուղղակի ամեն կողմից հնչում էին, բայց հոգեվորականը դրանցից ոչ մեկին չանդրադարձավ։ Այս պահին մեզ հայտնի չէ ավարտվել է արդյոք ժողովը, թե դեռ շարունակվում է, այսինքն կան կարծիքներ, որ ժողովը դեռ շարունակվում է, մի պահ ուղղակի ընդմիջում է եղել, բայց հնարավոր է եւ այն ավարտվել է։ Մենք դեռ սպասում ենք լրագրողները, տարածքը դատարկ է, արդեն մարդ չկա այստեղ, եկեղեցու Մայրաթորի ամբողջ տարածքում միայն լրագրողներ են, սպասում ենք, որ որևէ հոգևորական դուրս կգա եւ կտեղեկացնի, թե ինչ որոշում կայացվեց, ինչ որոշեցին, ինչ քննարկեցին եպիսկոպոսյաց ժողովում հոգևորականները։ Առայժմ սպասում ենք։ Ամեն կերպ խուսափում են հարցերից եւ եթե մեզ հաջողվում է նրանց մոտենալ եւ ուղեկցել մեզ համար հասանելի ամբողջ ճանապարհը, միևնույն անգամ մեկ բառ մենք չենք ստանում։ Եվ տարբեր կերպ կարելի է այդ լռությունը մեկնաբանել, հասկանալ, բայց թերևս դժվար է ասել, թե այդ տարբերակներից որը կարող է իրականում ճիշտ լինել։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ժողովը ավարտվել է, սակայն ըստ լուրերի, որոնց հավաստիության վրա այսպես ամբողջովին վստահ լինել չենք կարող, բայց ասում են, որ որոշում չի կայացվել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում Արշակ Սրբազանի կարգալուծության հարցի վերաբերյալ որոշում չկա։ Իհարկե պետք է սպասել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հաղորդագրությանը, սովորաբար այսպիսի ժողովներից հետո լինում են մամուլի հաղորդագրություններ, որոնցով մանրամասն տեղեկացվում է, այնքանով որքանով հնարավոր է, տեղեկացվում է ժողովի ընդունած որոշումների մասին։ Վեհարանի շուրջ բոլոր լապտերները այսպիսին են, վառվում է միայն մեկի լույսը։
Սա կարող է շատ պարզ բացատրություն ունենալ, ուղղակի խնայողության օրինակ նպատակ։ Բայց մյուս կողմից այս պահին այստեղ ամեն ինչ շատ խորհրդանշական է թվում։ Այս լապտերները եւ բոլորն են այդպիսին, կարծես խոսում են պարակտվածության մասին, թե հանրության մեջ եւ թե եկեղեցում։